Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ հունիսի 17-ին նշվում է հայրերի օրը, բոլոր նրանց համար, ովքեր հենց նոր միացան մեր եթերին։ Եվ շարունակելու ենք խոսել հոր դերի կարևորության մասին երեխայի դաստիարակման հարցում, եւ իմ հյուրն է Արմինե Ալոյանը, հոգեբան։ Բարի լույս, Արմինե։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ հետաքրքիր է թե ինչու է կարևոր հայրիկի ներկայությունը երեխայի կյանքում հոգեբանական տեսանկյունից։ Ես որպես հոգեբան նախ շնորհավորում եմ բոլոր աշխարհի բոլոր հայրերին եւ շատ խնդրանք ունեմ մայրերին, որ թույլ տան այդ դերը հայրերը ստանձնեն, որտեղ իրենք կարող են, բայց ցավոք մեր վախերը, մեր մայրական վախերը, տագնապները թույլ չեն տալիս, որ մենք ամբողջությամբ լիովին վստահենք այդ դերը։ Իսկ երեխայի համար ինչու է կարևոր, որովհետեւ մայրերը, քանի որ այս իրենց վախերը եւ տագնապները ունեն, հայրերը բալանսավորում են եւ նրանք շատ ունեն, այո։ Հայրերը շատ լավ բալանսավորում են այս մեր տագնապներն ու վախերը, հա, եւ երեխան ստանում է եւ հայրերի կողմից այն ազատությունը, խիզախությունը, որ ինքը պետք է ունենա, եւ ընդհակառակը, երբ որ մենք մայրերս փորձում ենք ամեն ինչից ետ պահել, դժվարություններ չլինել, իսկ հայրերը ընդհակառակը, հա, տալիս են եւ ասում են դժվարությունները կոփում են մեզ եւ իրենք մեզ մոտիվացնում են, մեզ կարողանում են տալ այդ լույսը, որ այո, դժվարություններ կան, բայց հավատա քո ուժերին եւ առաջ գնա։ Այո, մնում է մենք մայրիկներս աշխատենք մեզ վրա եւ թույլ տանք, որպեսզի նրանք լինեն լավ հայր։ Այո։ Եվ ինչպես է փոխվում հայրիկի դերը ժամանակի ընթացքում։ Արդյոք այդ փոփոխությունները նկատելի են այսօր դարձել մեզ համար։ Միանշանակ ինձ շատ ուրախացնում է, որ այսօր հայրերը նաև շատ պատրաստակամ են, իրենք վերցնում են այդ պատասխանատվությունը, ոչ միայն ապահովելով, քանի որ պատասխանատվությունն էլ է ավելանում երեխա ունենալուց հետո, միայն հոգ տանելու ընտանիքի, ֆինանսական, այլ հոգեբանական առողջության հետ կապված եւ իրենք շատ կարեւորում են ծնող երեխա դերը եւ անկախ սեռից աղջիկների եւ տղաների հետ իրենք կարողանում են հայրերը հենց առաջին օրից կառուցել իրենց հարաբերությունները։ Եւ այսօր շատ հայրեր շատ ոգևորված են լինում։ Մենք կարող ենք մեր փողոցներում տեսնել, որը մեզ շատ ուրախացնում է, որ հայրերը մանկասալյակով դուրս են գալիս։ Այդ կադրը իսկապես շատ է ուրախացնում եւ այսպես ուզիչ է։ Հայրերը հիմնականում կարող եմ ասել, որ իրենք մի քիչ թաքուն են պահում իրենց սերը, որովհետեւ ցավոք մեր հասարակությունում դեռ շատ ընդունված չի, որ իրենք կարողանան ցույց տալ, հա։ Շատ հայրեր շատ իրենց պատերի ներքո են անում, բայց խնդրում եմ հայրերին, որ իրենք կարողանան ցույց տալ եւ փորձառու հայրերին եմ խնդրում, որովհետեւ նորաթուխ հայրիկները ոգևորվում են, ամաչում են, բայց իրենք երբ որ տեսնում են այդպիսի հայրեր, որ ցույց են տալիս իրենց եւ կարեւորում են եւ շատ խոսում են, իրենք նույնպես ներգրավում են այս ամբողջ գործընթացին։ Ես սրա վառ ապացույցն է, օրինակ քիչ առաջ խոսում էինք հայրիկների ակումբը, որը գործում է Երևանում, նաեւ մարզերում եւ կան մասնակիցներ, այսինքն կան հայրիկներ, նորաթուխ հայրիկներ, ովքեր իսկապես ցանկություն ունեն գնալ եւ մասնակցել եւ որևիցե ինչ-որ օգտակար ինֆորմացիա ստանան հենց հայրիկների ակումբից։ Լավ, իսկ արդյոք կարող է մայրիկը փոխարինել հոր դերը եւ ընդհակառակը։ Լիովին փոխարինել հնարավոր չէ, բայց բոլոր այն մայրերը կամ խնամակալները, ովքեր մեծացնում են երեխաներին, ցավոք շատ տարբեր պատճառներից, հա, ֆիզիկական գոյության չլինելուց կամ բացակայությունից, հեռավորության վրա են շատ հայրերը լինում, պիտի խնդրեմ մայրերը եւ խնամակալները շատ չտխրեն, բոլոր այն պատմությունները, բոլոր այն դրական հիշողությունները, հուշերը երեխայի մոտ նույնպես կստեղծեն հոր կերպարը եւ այո, ֆիզիկական կամ հեռավոր բացակայությունը նույնպես իհարկե իր դերը կունենա, բայց շատ ծնողներ շատ նեղսրտում են, որ այդ հնարավորությունը չկա, բայց ուզում եմ ասել, որ այդ պատմությունները, այդ հուշերը կարող են մեր երեխաներին օգնել, որ հոր դրական կերպարը իրենց հուշերում պահեն։ Եվ հետաքրքիր է ինչու են հոր եւ դուստր հարաբերությունները տարբերվում օրինակ հոր եւ որդու հարաբերություններից եւ արդյոք շատ է այդ տարբերությունը լինում։ Մենք միշտ լսում ենք, չէ, որ այդ կապը հոր եւ դստեր միջև շատ ուրիշ է լինում։ Այո, չեմ կարող թաքցնել, դա կա, ինչպես եւ մայրեր եւ որդիներ կապն է տարբեր, մայրեր եւ դուստրեր, հա։ Այստեղ պետք է լարվել ինչ-որ թեմայի շուրջ, թե պետք չէ լարվել։ Այդ դա եմ ուզում հասկանալ։ Երբ որ ասում ենք մայր եւ որդի կապը շատ ավելի ուժեղ է լինում, ես մի փոքր լարվում եմ։ Բայց հայր եւ դուստր չեմ լարվում, չէ։ Որտեղ մենք շատ լսել ենք հայր եւ դուստրը։
Բայց մայր եւ որդին մեզ համար մի քիչ խորթ է։ Բայց այսօր հայրերի տոնն է։ Ահա, մայրիկների թողնում ենք մի կողմ, այո, մենք այսօր հայրերի տոնն է, որովհետեւ հայրերը աղջիկների հետ կարողանում են ցույց տալ էմոցիոնալ լինել, հա։ Իսկ տղաների դեպքում մի քիչ նաև այդ սառնասրտությունը, դաստիարակությունը, հորդերը, հոր կերպարը, խստությունը, այո, թույլ չի տալիս, որ հայրերը սենց ամբողջությամբ այդ սիրո գունապնակը ցույց տան։ Եվ տրվեն։ Եվ տրվեն, այո։ Բայց հակառակ սեռի հետ մի քիչ եւ աղջիկները իրենք կարողանում են, հա, խնդրել, հայացքով նայել, երբեմն մանիպուլացնել։ Միանշանակ շատ հաճախ։ Այո, շատ հաճախ։ Եվ հետաքրքիր նաև որ տարիքում է հատկապես կարևոր հոր այսպես ակտիվ մասնակցությունը դաստիարակչական։ Յուրաքանչյուր մարդու կյանքում այդ փուլը կարող է շատ կամ ներկայությունը հոր, որ տարիքում է շատ կարևոր, ավելի կա այդպիսին որևիցե տարիք։ Այո, ցանկալի է մինչև 6 տարեկանը, բայց կան դեպքեր, երբ որ մարդու կյանքում, հա, մարդը կարող է 30-ից հետո հորդերը այդքան զգա, եւ մենք շատ դեպքերում ունենում ենք, որ հա, ցավոք մեր շատ հայրենակիցներ աշխատում են արտերկրում եւ այդ բացակայությունը, երբ որ երեխաները փոքր են եւ շատ աղջիկներ իրանց պատմությունները ասում են, որ երբ որ երեխաս ծնվեց, հայրս իմ կողքն էր, հա, ես հորս ներկայությունը այդ ժամանակ զգացի, չնայած այն որ ես միշտ ունեցել եմ իր հանդեպ, բայց երբ որ ես մայրացա, ես հորս կարիքը ավելի ունեի եւ հայրս էր իմ կողքը։ Հա, այսինքն մենք կյանքի տարբեր փուլերում կարող է ունենան եւ երբ որ այդ հնարավորությունը ժամանակը եւ ռեսուրսները թույլ են տալիս, մենք կարող ենք արդեն որպես նաեւ հայրերին խնդրանք, որովհետեւ իրենք շատ մեղքի զգացում են ունենում, որ չեն կարողանում լինեն ներկա, բայց իմացեք, որ ձեր երեխայի կյանքում կամ ձեր երեխայի կարևոր կյանքի փուլերում, ինչպես երեխայի ծնվելն է կամ մեկ այլ երկիր մեկնել է, դուք կարող եք ներկա գտնվել իր կյանքում։ Այսինքն տարիքը այստեղ կխնդրեմ չկենտրոնանալ տարիքի վրա, այլ կենտրոնանալ, որ երբ որ իմ երեխան իմ կարիք ունի, ես քո կողքը կանգնած եմ հեռավորության կամ ֆիզիկապես քո կողքին եմ։ Նաև չենք կարող չխոսել այն հաճախ հանդիպող հոգեբանական խնդիրների մասին, որ երեխայի մոտ հաճախ է հանդիպում հոր բացակայության պատճառով։ Այո, բայց մինչև չափահաս դառնալը, չափահասությունից հետո շատերը արդեն կարողանում են վերաիմաստավորել, վերաարժեքավորել եւ լինում է դեպքեր, որ հոր բացակայությունը ավելի ուժեղացնում է, այստեղ նաեւ կուզենամ ոչ միայն բացասական կողմերի, այլ նաեւ դրական ռեսուրսների մասին տեսնենք, որովհետեւ այո, ցավոք շատ կցանկանայինք, որ աշխարհը լիներ այնպես, որ երեխաները իրենց ծնողների հետ ունենային լիակատար այս ներդաշնակ կյանքը, հա։ Ես միշտ այդ դեպքերում ասում եմ հոգեբաններն ու հոգեբուժները աշխատանք չէին ունենա, բայց մենք սիրով պատրաստ ենք չունենալ աշխատանք միայն դա լինի, բայց ցավոք աշխարհում շատ տարբեր են իրադարձությունները լինում եւ կյանքում եւ այո այս դերը կարեւորվում է։ Ուղղակի կխնդրեմ չափահասները կարողանան իրենց մոտ արդեն վերաարժեքավորել, վերաիմաստավորել, որովհետեւ հոր դերը լինում է, որ պապիկն է ստանձնում, քեռին է ստանձնում, ոչ ամբողջությամբ, բայց կարևոր է լինում, հա, հոր դերը որպես այդպիսի խնամք, հոգատարություն, հա, այս դերը կարող է ընտանիքի մեկ այլ անդամ տալ եւ կարող է երեխան իհարկե զգալու է, բայց կարող է մի փոքր փոխ լրացվել մեկ այլ սրտացավ հոգատար տղամարդու կողմից։ Վերջին ամփոփիչ հարցը. արդյոք հնարավոր է լինել լավ հայր, երբ օրինակ տղամարդը աշխատում է 10 ժամ օրվա ընթացքում։ Միանշանակ, որովհետև տղամարդը աշխատում է դրա համար եւ պիտի ամփոփենք Վինիկոտի խոսքերով 1950-ականներին ինքը ասեց բավականաչափ լավ մայր եւ այն ժամանակ հայրերի ներգրավվածությունը այսքան չկար, կարծում եմ Վինիկոտը հիմա ուրախ կլիներ եւ թույլ կտար ես փոխեի իր խոսքերը, որ բավարար է լինել բավարար լավ հայր, այսինքն իդեալական լավագույն հայր պետք չէ լինել, բավարար հայրը արդեն իսկ բավականաչափ է երեխայի համար։ Արդեն իսկ հրաշալի է, ես կարող եմ ասել։ Այո, Արմինե, ավելացնելու ինչ-որ բան ունեք։ Շնորհավորում եմ եւս մեկ անգամ եւ ցանկանում եմ, որ մենք այս տոնը կարողանանք իրապես հայրերի տոն դարձնել եւ այն ինչ եթերը սկսելը այն ամենի մասին, որ մենք խոսում ենք, իրապես զգանք այդ տոնի ուժը։ Այո, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Ձեր շնորհակալություն։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարունակում ենք լսենք լավ երաժշտություն եւ վերադառնանք։